Ցություններից մեկի առաջին համարի հայրը զբաղված է աշխարհությամբ։ Եվ եթե աշխարհն չինքնաբացահայտվի, մենք կբացահայտենք, մանավանդ որ Գյումրիում տոկոսի տակ լիքը ճռռացողներ կան այդ պատճառով։ Օդում կախված լուրերի համաձայն Սարիկ Մինասյանը, երբ որ աշխատել է Գյումրու քաղաքապետարանում Պալասանյանի կառավարման օրոք, եկամուտների բաժնի վարիչ։ Լրացուցիչ տետ դրա մոտը պահել։ Փորձեք իրանից ճշտել այդ տետրում ինչա ֆիքսված եղել։ Ինչի է ինքը աշխատանքից ազատվել։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր վարչապետ էր ընտրվել եւ եկել էր Գյումրի, ով էր խանգարում Նիկոլ Փաշինյանի ու Բալասանյանի զրույցը հետևից անդադ բան գոռալով։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա լյուբիմչիկը Սարիկ Մինասյանը ինչ էր խանգարում։ Մի հատ այդ բոլոր հարցերի պատասխանները Սարիկ Մինասյանից ճշտեք։ Այդ տետրի մեջ ինչ պարունակություն ա եղել, կարող է աշխարհության հետ կապ ունի այդ տետրը եւ այլն։ Շատ բաներ նաեւ Գյումրիում մենք ենք լսում, բայց օդում կախված լուրերը երբեք չենք համարել, որ պիտի բերել դարձնել քարոզարշավի նյութ։ Եթե ներվերից ինքը թույլ է, կարող էր չառաջադրվել։ Մանավանդ ես մի 10 օր առաջ իրան հրապարակային ուղերձով դիմել էի, որ ինքնաբացարկ հայտարարի։ Մեկը շատ լավ գիտենք ինքը որ օլիգարխի մարդն է, ինչի է այս ցուցակից են ցուցակ թռնում։ Ասենք ինչի է լուսավորում եղել, հիմա ԿՊ-ի առաջի համարը։ Այդ բոլոր բաները մենք է գիտենք, բայց համարել ենք, որ գոտկատեղից ներքև հարվածելը պատիվ չի բերում տղամարդուն եւ կենտրոնացել ենք քաղաքական խոսույթի վրա։ Եվ իր թեման ընդհանրապես փակված էր, որովհետեւ ես Երևանում էլ ձեզանից շատերին հարցազրույց եմ տալի, առանցին ուսապարկերի չեմ անդրադառնում։ Իրանց տիրոջն եմ անդրադառնում։ Բայց այս մի ուսապարկը չափազանց անդաստիր է գտնվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանի ամբողջ ջանքերը թուրքերին քիրվայություն անելու մի րոպեում ջուրը լցեց։ Պատկերացնում եք հանդիպի Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ կամ Ալիևի, անեն Սարիկ Մինասյանի երեկվա ելույթը դնեն դեմը։ Խեղճ Նիկոլի ոտների դողոց այդ պահին զգալու եմ ես, արդեն պատկերացնում եմ։ Այս դասական վիճակ է եւ երկրորդը կար ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը իրանց տարածքային ղեկավարին հրաժարվեց տեղ առաջադրել Գյումրու քաղաքապետ, որտեվ նարկո ռիսկային ինչ-որ պահեր առաջացան, մամուլը հրապարակեց։ Այսօր տեխնացուն ավելի ցածր հատակ ունեցավ, քան փաստորեն նարկո ռիսկային հատկանիշներ ունեցող տեխնացուն։ Հետո մի հորդորել, ընդդիմությունից ես չգիտեմ ով կհաղթի Գյումրիում, ժողովուրդը կորոշի, այդ ոչ մեկ հիմա չի կարող ասել։ Ուրեմն ինչքան կուրաժիտ լինի իրանց տեխնացուն, ինչքան տարբեր ձևերով իրան պահի, ընտրվելու որևէ շանս ԿՊ-ն այս քաղաքում չունի։ Կրկնում եմ, ընդդիմությունից չգիտեմ ով կհաջողի։ Ում ժողովուրդը որոշի վստահել, դա էլ կհաջողի, բայց ցեխ արձակելով տարբեր բաներով չի, ես կրկնում եմ եւս մեկ անգամ, օդում կախված լուրերով տեխնացուներից մեկի հայրը 9 տեխնացուներից մեկը զբաղված է վաշխառությամբ։ Չէ, իր ժանրի կանոններով թող վաշխառում ոնց որ մենք ենք ինքնաբացահայտվել։ Ինքնաբացահայտվի, եթե չինքնաբացահայտվի, այդ ձեզ առաջինը ես կասեմ ով է։ Առաջին համարի մասին է։ Առաջի համարի հայրը։ Այդ ամբողջ Գյումրին գիտի, կարող եք հիմա այս ասուլիսից հետո բանը փողոցում քայլել, 3-ից մեկը ձեզ կասի։ Այդքան մեր ջանքեր չի պահանջվի։